Նոր խորհրդարանում Ռուբեն Ռուբինյանը նստի ազգային ժողովի նախագահի աթոռին, ով է շարունակելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունները, իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում որոշում դեռևս չունեն։ Նաև այն պատճառով, որ նաև Թուրքիայի հետ հաղորդակցության ձևաչափով մենք պետք է որոշենք, թե ինչպես ենք շարունակում աշխատանքը, ինչ տրամաբանությամբ, ինչ ձևաչափով, որպեսզի կայացնենք համապատասխան որոշումներ, այդ թեմայով քննարկումներ հիմա ընթանում են։ Վերջին հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահը Փաշինյանին դարձյալ հիշեցրել էր իրենց առաջարկի մասին մեր երկրում անցկացնելու հանրաքվե եւ Հայաստանի ժողովրդի որոշումով շարունակելու ճանապարհը, թեքվելով կամ դեպի Եվրասիական տնտեսական կամ Եվրոպական միության կողմը։ Լրագրողը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվում է այս պահին Մոսկվան ինչու է այսքան կարևորում Երևանի քաղաքական կողմնորոշման հարցը։ Դուք արդյոք առիթ տվել եք, որ Ռուսաստանում կասկածում են, որ քաղաքական առումով Հայաստանը լավ գործընկեր չէ։ Հայաստան 2022 թվին ինչով լավ գործընկեր չէր, որ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը իր ֆունկցիաները չկատարեց։ Ինչով լավը չէր Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ էր արել Հայաստանի Հանրապետությունը։ Ում էր վատություն արել Հայաստանի Հանրապետությունը։ Ինչով էր Հայաստանի Հանրապետությունը վատը, որ Ղարաբաղում ռուս խաղապահները իրենց գործառույթները չկատարեց։ Իսկ ինչի անընդհատ մեր կանխավարկածը այն, որ մենք ենք պարտադիր ինչ որ վատ գործընկեր։ Կամ Հայաստանի Հանրապետությունը ում էր ինչ արել, որ Բելարուսի նախագահը հայտարարի, որ գիտեք ինչ, դե Հայաստանը ում է պետք։ Ոնց կարելի է երկրի, ինքնիշխան երկրի մասին այդպես խոսալ։ Հիմա մենք ցույց ենք տալիս, թե ում է պետք Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա Փաշինյանը շարունակում է պնդել, այս փուլում դրա անհրաժեշտությունը չկա։ Ասում է, որ այո, դուք իրավունք ունեք ունենալ այլ ընտրանքներ, բայց այսօր որոշեք, թե որ այլ ընտրանքն եք ընտրում։ Ես ասում եմ, այն այլ ընտրանքը դեռ ձևավորված չի, սկսվել է այլ ընտրանքը ձևավորելու process-ը, կձևավորվի այլ ընտրանք, հիմա ազնիվ չի լինի, որ մենք մեր ժողովրդի առաջ հարց դնենք, դուք չձևավորված այլ ընտրանքը ուզում եք թե չեք ուզում, որտեղ մեր ժողովուրդը լիքը հարցեր կտա, որոնց պատասխանները մենք այսօր չունենք։ Նման հարցով հանրաքվե անելու համար Հայաստանը պետքա գոնե դիմաց լինի, ել չեմ ասում առավել տրամաբանականը, որ Հայաստանը գոնե անդամության թեկնածուի կարգավիճակ ունենա։ Կամ արդեն այդ հարցը լինի օրակարգում, այդ ժամանակ շատ տրամաբանական կլինի իրականացնել հանրաքվե։ Նախքան Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին մասնակցելու է։ Որոշումն արդյոք մնում է ուժի մեջ Ռուսաստանի նախագահի հետ վերջին շփումից հետո, եթե փաստացի հայ-ռուսական օրակարգի կնճռոտ հարցերը ոչ թե իրենց լուծումն են ստանում, այլ Երևանի առջև դրված Մոսկվայի պայմանն է մնում անփոփոխ, հստակեցնելու արտաքին քաղաքական կուրսը։ Փաշինյանը հարցին ուղիղ պատասխան չի տալիս։ ԵԱՏՄ-ի օրակարգը ձևավորվում է ինստիտուցիոնալ ճանապարհով, բայց դա հարթակ է, որտեղ բնականաբար ես մեր օրակարգին առնչվող բոլոր հարցերը բարձրացնելու եմ։ Եվ ինչ որ ձեզ ասել եմ բրիֆինգում, ասելու եմ նաև այնտեղ։ ԵԱՏՄ-ն կաթվածահար է, չի գործում ԵԱՏՄ-ն։ Եթե ԵԱՏՄ-ի պայմանագիրը չի գործում ԵԱՏՄ-ն։ Եվ եթե այս հարցը արագ չլուծվի, ես 100% վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը այս խնդիրը հաղթահարելու է։ ԵԱՏՄ-ն չի հաղթահարելու։ Հարավկովկասյան երկաթուղու կոնցենսիոն կառավարման մասին Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում այս հարցը քննարկման չեն առել, բայց Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է դիրքորոշումը։ Սա Հայաստանի սեփականությունն է, պետք է օգտագործվի այնպես, ինչպես նպատակահարմար կգտնեն կառավարությունում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։